Հանրապետության նախագահը վարչապետ նշանակեց Տիգրան Սարգսյանին։ Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը ստորագրեց իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամների ու խորհրդարանական խմբակցության պատգամավորների հետ խորհրդակցելուց հետո։ Տիգրան Սարգսյանին վարչապետ նշանակելու առաջարկը Սերժ Սարգսյանն է արել։ Ինչպես ՀՀԿ գործադիր մարմնի եւ խմբակցության պատգամավորների հետ հանդիպումներից հետո լրագրողներին փոխանցեցին Հանրապետականի ներկայացուցիչները, այլ առաջարկություններ չեն հնչել։ Տիգրան Սարգսյանը պատասխանելով Ազատություն ռադիոկայանի հարցին ասաց. Իսկ դուք սպասում եք, որ ձեզ կվերանշանակեն։ Այո։ Պարոն վարչապետ, ինչ ծրագրեր ունեք առաջիկա 5 տարիների համար։ Նշանակում եք մենք շուտով կներկայացնենք մեր ծրագրերը ձեր դատին, հիմքում լինելու է Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիր։ Կառավարության փոփոխությունների գործունեությունը։ Կառավարության փոփոխությունների մասին մենք ձեզ տեղյակ կպահենք 15-ին։ Ինչ նորամուծություններ կլինեն ձեր ծրագրում, պարոն վարչապետ։ Բազմաթիվ փոփոխություններ, որոնք այն փոփոխությունները, որ մենք խոստացել ենք մեր ընտրողներին, այդ բոլոր փոփոխությունները ներառված են լինելու մեր ծրագրում։ Իսկ նախորդ կառավարության գլխավոր բացթողումը ո՞րն է, որ շուտկեք հաջորդ կառավարությունը։ Բացթողները շատ էին։ Ափսոս մեկ, որ Բարգավաճ Հայաստանը չկա այս կառավարությունում։ Իհարկե։ Ազգային ժողովը նոր կառավարության ծրագիրը կքննարկի այս ամսվա ընթացքում, լրագրողներին տեղեկացրեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նրա հավաստմամբ մոտ օրերս կվերանշանակվեն նաև կառավարության 3 անդամներ։ Կարող եմ ասել, որ մոտ օրերս կնշանակվեն կվերանշանակվեն պաշտպանության, արտաքին գործերի եւ արտաքին իրավիճակի նախարարները, մնացած նախարարների հարցը բնականաբար ունենք ուսումնասիրված կարգով կքննարկվի եւ կառաջարկվի նշանակվի։ Օրինաց երկիրը նոր կառավարությունում 3 պորտֆելներ կունենա։ Գյուղատնտեսության եւ արտակարգ իրավիճակների նախարարները, կարծում է Ազգային ժողովի հանրապետական նախագահ Հովիկ Աբրահամյանը, կշարունակեն աշխատել նաեւ ապագա կառավարությունում։ Ինչպես է գնահատում նշանակումը։ Փայլուն։ Ինչու՞։ Ինչ է ինչու։ Մեր որոշում փայլուն որոշում է։ Նոր նշանակով վարչապետի թերություններ ու առավելություններ կասեք։ Աշխատանք Չեմ մտածել այդպես թերություններ առավելությունների մասին, բայց իմ կարծիքով ընդհանուր առմամբ պրոֆեսիոնալ տնտեսագետ աշխատանքը պատկերացնում է, այստեղ մնում է թիմային աշխատանք, ճիշտ կառավարության անդամներ ընտրվեն նշանակվեն, եւ կարծիքով հաջողություն կունենան, քանի որ մենք առաջի 4 ամսում ունենք արդեն 7% աճ տնտեսական եւ համոզված եմ, որ եթե լավ աշխատենք, դա նաեւ շատ կարեւոր է, որ կառավարություն ապագա եւ ազգային ժողով միասնական աշխատանքը ճիշտ հիմքերի վրա դրվի, արդյունավետ մենք արդյունքներ կունենանք։ Ես համոզված եմ, որ դա մեզ կհաջողի։ Նախագահական ընտրություններից հետո ձեզ իբրև վարչապետ հնարավոր է առաջադրել։ Մենք առաջի խնդիրը նախագահական ընտրությունները պետք է կազմակերպենք, թափանցիկ, նախագահային ընտրենք, հետո կմտածենք։ Ինչ դերակատարում եք ունենալու դուք նախագահ։ Բոլոր դերակատարությունները։ Պարոն դուք թե պարոն վարչապետը ներկայացնեք։ Կուսակցությունը կորոշի։ Պարոն Աբրահամյան։ Ով ճիշտ կկատարի, լավ կկատարի, ես կյանքում չեմ վիրավորի, եթե որևէ մեկը ստանձնի այդ պարտավորությունը կամ կուսակցությունը որոշի, կամ որևէ մեկը ղեկավարի շտաբը։ Դա շատ պատասխանատու, դժվար, անշնորհակալ գործ է։ Այո, շատ մարդիկ կան, որ անշնորհակալ են վերաբերվում այդ գործին, բայց դա չի վերաբերվում մեր երկրի նախագահի, մեր թիմին։ Ի նկատի ունեմ այլ կուսակցությունների շտաբները։ Թիմից դուրսում է հետարքի ձեր աշխատանքը, բոլորին։ որ գնահատի։ Ես լավ աշխատանքի արդյունքում իր թիմերը վնասվում են։ Թե որ թիմի մասին էր խոսքը, Աբրահամյանն այդպես էլ չհստակեցրեց։ Լրագրողները փորձեցին Ազգային ժողովի նախագահից նաև ճշտել, ինչի նկատի ուներ, երբ հրաժարականից 7 ամիս հետո բազմելով Ազգային ժողովի նախագահի աթոռին ասաց, ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում։ Ասույթ է ասել ենք, էլի։ Ձեր վերադարձի նկատի ունեիք, պարոն Աբրահամյան։ Ես ասել եմ, դուք էլ մտածեք ինչի նկատի։ Հենց որ մտածեք մեկ ամիս դու չգտնեք պատասխանը, ես կասեմ։